Ռոբերտ Քոչարյանին, Սերյան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին եւ Արմեն Գևորգյանին նոր մեղադրանք առաջադրելու դատախազի որոշումը այսօր հաստատել է դատարանը։ Այսինքն մեղադրողը թույլտվություն է ստացել փոխել մեղադրանքը։ Հիմա Հանրապետության երկրորդ նախագահին եւ մյուսներին մեղադրում են մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ պաշտոնական լիազորություններն անցնելու մեջ։ Դատախազը դեռ 1 տարի առաջ էր միջնորդել, որ այս մեղադրանքն առաջադրվի, սակայն միջնորդության մեջ սխալներ են եղել ու դրա քննությունը ձգձգվել է։ Հիմա ներկայացրել եմ մի մեղադրանք, որի մեջ օրինակ ինձ լիազորությունները իմ վրա ասացին հետ կապել, որոնք ես չունեի, կամ գործողություններ, որոնք հանրապես չեմ արել, կամ փաստեր, որոնք իրականության հետ կապ չունեն։ Նույն Արցախի հանրապետության պաշտպանական բանակ եւ ոչ ոք չի առարկել։ Եվ սա փաստեր է, կամ իշխանության փոխանցում եւ այլն։ Հիմա ես նշել եի նաեւ, որ գիտեմ որտեղ այս մեղադրականը գրվել ժամանակ։ Հասկանում եմ, որ ներկա դատախազը չի հեղինակ այս մեղադրականը, բայց ինքս ստորագրելով որտեղ գրվել է, այսպես ասած։ Անհետ իրականության հետ աղերս չունեցող ձևակերպումներ կան մեղադրանքում, արձանագրում է երկրորդ նախագահը։ Նրա խոսքով, եթե դատարանը հաստատում է մեղադրանքը, ուրեմն համաձայն է անօրինականության հետ։ Իսկապես կան անհետ ձևակերպումներ։ Սահմանադրությանը հակասող բաներ է դրած։ Ար երևում, այն գլխից, եթե դատարանը որտեղում է սա, սրա մասին է։ Ես հասկանում եմ ինչ եք ասում, կա ուղղակի անհետ ձևակերպումներ։ Որը ձևակերպումները փոխեին կամ հանեին, հիմա ասպետ չեք կարել, որում եթե մի աբսուրդ բան անցածել, ուրեմն այդ աբսուրդը պիտի ամբողջ դատականիստերով գնան։ Փաստաբանները նորից պնդում են, իրավունք չկա մեղադրանք ներկայացնելու, որովհետև այս գործով անցնում է խորհրդարանի 2 падգամավոր, որոնց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար նախ պետք է հաղթահարվի նրանց անձեռմխելիությունը։ Սերյան Օհանյանի եւ Արմեն Գևորգյանի մասին է խոսքը։ Պարոն Գևորգյանը այսուհետ արդեն առանց անձեռնմխելիություն ձգվելու ունի նոր մեղադրանք։ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքի ցուցակով 2018-ին падգամավորի թեկնածու առաջադրված դատավոր Սարգիս Պետրոսյանը փաստաբանի հարցին այսպես է պատասխանում։ Պարոն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դեռևս սկսվել է 2018 թվականից։ Արմեն Գևորգյանն էլ հիշեցնում է, խորհրդարանի падգամավոր է դարձել 2021-ին։ Այն ժամանակ ինքը մեղադրյալ չի եղել, որովհետև հակասահմանադրական էր ճանաչվել 300.1 հոդվածը, որով հետապնդվում էր։ Ըստ մեղադրանքի դատարանը падգամավորների անձեռմխելիության հաղթահարման հարցին անդրադառնալու է համապատասխան փուլում։ Եթե մեղադրանքը առաջադրվել է եւ ձեր փաստաթղթերի մեջ գրել եք, որ կանդրադառնան համապատասխան փուլում, որ փուլում եք անդրադառնալու, եթե առանց անձեռմխելիության ձգելու մեղադրանքի Դատախազ Հայկ Հովհաննիսյանին բացարկի միջնորդություն է ներկայացնում փաստաբան Միհրան Պողոսյանը, հիշեցնելով, որ նա տարիներ առաջ մարտի 1-ի գործով քննիչ է եղել։ Նախաքննությունն իրականացրած քննիչ Հայկ Հովհաննիսյանը ստանձնելով նաև դատարանում մեղադրանքի պաշտպանությունը չի կարող կառավարել անվտանգության չափանիշներին։ Փաստաբանի միջնորդությունից հետո Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է նախաքննության ժամանակ արված կեղծիքների մասին։ Գործել տարերից կազմակերպել բան։ Չեմ ուզում, եթե պետքա կարող պատմել։ Դեպքերը կան շատ են։ Կոնկրետ ես դուք չեք եղել քննչական խմբի ղեկավարը, որ այսօր ուրիշ է։ Սկսեցի թողնեմ ասել, սա կանոն բան չուներ ասել, թող գնացել եմ իրեն թողնել մյուս մեկ ցուցմունք դողողները, ցուցմունքից հետո ամենջապես պաշտոնացել։ Հետո հիմա բան հետախուզման մեջ։ Դատախազին բացարկի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի հաջորդ նիստին, փետրվարի 10-ին։ Էդգար Ղուշչյան, Նորայր Շարբաթյան եւ Հարություն Մաթեւոսյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։